Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մեր երրորդ հյուրն է այսօրվա, Հայաստանի պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, վերարտադրողաբան Անուշիկ Աբրահամյանը, լույս առավոտի։ Բարի լույս։ Շնորհակալ եմ, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Շնորհավորում ենք ձեզ։ Շատ գեղեցիկ եք, շատ շքեղ եք։ Շնորհակալ եմ նմանապես, ձեզ եմ շնորհավորում ապրիլի 7-ի կապակցությամբ։ Դուք ինչ-որ անհասկանալի, անբացատրելի էներգիա ունեք, որը որ գրավում է առաջին հերթին փոքրիկներին։ Երեխաներին խաբել անհնար է։ Չես կարող խաբել երեխաներին։ Եվ հոլովակների ընթացքում հնարավորությամբ եմ դա ես բարձել, երբ որ նայում եմ, թե ինչպես են զգում երեխաները իրենց ձեր շրջապատում, ձեր ներկայության ընթացքում, որքանով են տարվում նրանք ձեզանով։ Կբացեք գաղտնիքը ինչումն է, թե Շնորհակալ եմ շատ։ Իմ էջում երեխաները, ում որ տեսնում եք, իրենք բոլորը իմ մասնակցությամբ որպես բժիշկ, ես օգնել եմ իրենց ծնողներին որպես բժիշկ, որ իրենք լույս աշխարհ գան։ Եվ առաջին մարտը հատկապես էկոների ժամանակ, մենք երբ իրենք դեռ փոքրիկ սաղմիկներ են, որ նույնիսկ տեսանելի չեն, միկրոսկոպի տակ են երևում, ես առաջին գրկողն եմ իրենց, որ տեղափոխում եմ իրենց դեպի իրենց մայրիկի արգանդ։ Կամ բնական ճանապարհով, տեղորայքային մեթոդով ենք խթանումներ անում, օգնում ենք, բուժումներ ենք կատարում կամ ներարգանդային սեմնավորումներ, եւ ես օգնողն եմ, իրենց, որ իրենք լույս աշխարհ գան, եւ մինչեւ 12 շաբաթական հղիության ես եմ վարում։ Առաջին հանդիպումը, մայրիկի հետ արդեն սոնոգրաֆիկ պատկերը ես եմ ցույց տալիս, ու իմ ձայնն էլ է իրենց ծանոթ, չգիտեմ, այդ էներգիան էլ որ նշեցիք, իրենց արդեն շատ ծանոթ է, ու իրենք որ գալիս են մեծամասամբ հատկապես նորացիները շատ հանգիստ են իմ գրկում զգում, ու ես էլ մի ուրիշ զգացողություն եմ ունենում, երբ որ իմ միջոցով ծնված երեխային արդեն գրկում եմ։ Այդ ամբողջ ճանապարհը, որ մայրիկը անցել է, մայրիկի արցունքները, մայրիկի սպասումներ են, վատ ապրումներ, որ միասին ունեցել ենք, ու հետո տեսնում ես, թե ինչպիսի մի հատ հրաշք է տեղի ունեցել, որ մայրացել է կինը ու գրկած իր բալիկին մտնում է իմ կաբինետ սենյակ, աշխատասենյակը։ Իսկ որն է երջանիկ կնոջ ձեր բանաձևը։ Երջանիկ կինը ինձ համար միանգամից ասացվում է մայր բարի հետ։ Եթե արդեն մայրացել ես, այդ հրաշքը արդեն տեղի ունեցել, ում արդեն երջանիկ ես, եթե գրկում ես քո առողջ բալիկին։ Բայց իհարկե մի քիչ ավելի լայն եթե նայեմ, ես ինքս էլ որպես սիրված կին առաջի հերթին, որպես համերաշխ ընտանիք ու արդեն այդ ընտանիքի ամենակենտրոնում գտնվող, որպես մարդ, երջանկությունը դա է, երբ դու կարողանում ես տեսնել քո ընտանիքին երջանիկ, հասցնել աշխատանքում ինչ-որ մի հաջողություն գրանցել ու կարողանալ երջանկացնել այլ մարդկանց։ Յուրաքանչյուր կին երազում է, ցանկանում է փոքրիկ ունենալ։ Եվ որքան փոխում են ժամանակները եւ որքան մենք ապրում ենք ժամանակակից, գերժամանակակից ժամանակներում, ինչը հասանելի է, տեխնիկապես ենք զարգանում, նաեւ այդ ամենը խնդիրներն են զարգանում ու փոխվում են, այսպես ասած մուտացիա են ապրում եւ գնալով ել ավելի ամեն բան բարթանում։ Ինչ հաջողություններ ունենք, ինչ հաղթանակներ ունենք այս պայմանությամբ։ Ընդհանրապես եթե խոսենք անպտղության, բերող խնդիրները շատ են ու իսկապես անպտղությունը Հայաստանում շատ տարածված է։ 15-ից մինչև 20% զույգերի դեպքում գրանցվում են անպտղության խնդիր։ Ու մենք ունենք գրեթե բոլոր մեթոդները, ավելի ճիշտ բոլոր մեթոդները ունենք, ուղղակի պետք է լինի զույգի համաձայնությունը, որ տվյալ մեթոդը կիրառվի, adekvat մոտեցումը զույգի կողմից եւ մենք կարողանում ենք անպտղության խնդիրը հաղթահարել 100%-ով։ Բայց ճանապարհները հաղթահարման շատ տարբեր են։ Իհարկե իմ բոլոր բուժառուները, որ գալիս են, բոլորը անկախ տարիքից, անկախ բարդության աստիճանից, բոլորը ուզում են բնական ճանապարհով հղիանան, էկոյի չդիմել, փոխնակմորը չդիմել, դոնորական մատերիալ չօգտագործել, բայց ցավոք սրտի երբեմն լինում է, որ
կնոջ վիճակը կամ տղամարդու վիճակը, հա, արդեն այնպիսին է, որ այլընտրանքային մեթոդներ են պետք։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, եթե այդ պահը մենք հաղթահարում ենք միասին, սկզբում հոգեբանական մի քիչ բարդ առաջ են կանգնում, հա, ինչ որ բարիերի, բայց եթե միասին մենք հաղթահարում ենք, որ արդեն կինը հղիանում է, ել չեմ ասում, որ երեխան ծնվում է, այդ ամբողջ ճանապարհը, բարդությունները, թե ինչպես հաղթահարեցինք, ամբողջությամբ մոռանում են, արդեն տարվում են իրենց բալիկով ու կրկում են իրենց հրաշքին ու վայելում են։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին։ Երիտասարդ աղջիկներին խորհուրդ կտամ շատ հետևել իրենց առողջությանը։ Մինչև 35 տարեկանը, եթե դեռևս չեն պլանավորում մայրանալ, անպայման դիմեն ռեպրոդուկտոլոգի եւ եթե հնարավորություն ունեն, եթե ցանկություն ունեն, իրենց կյանքը հետագայում շատ հեշտացնելու մայրանալու ճանապարհը, կարող են դիմել ծվաբջիջների սառեցման մեթոդին։ Բայց 35-ը դա վերջին տարիքը չի։ Մինչև 40 տարեկան, 39 տարեկան էֆեկտիվ է համարվում, հա, բայց էֆեկտիվությունը 35-ից հետո բավականին իջնում է։ Բայց մինչև 40 տարեկանի, եթե դեռ չեն մայրացել կամ երկրորդ բալիկը դեռ չեն պլանավորում ինչ-ինչ պատճառներով, ցանկալի է կատարեն ծվաբջիջների սառեցում եւ հետագայում արդեն իրենց գենետիկական կոդը գրող երեխա կունենան։ Իսկ եթե այդ մեթոդին չդիմեն, հնարավոր է հետագայում միայն դոնորական ծվաբջիջով ստացվի, որը որ արդեն գենետիկորեն տվյալ կնոջինը չի լինի, այսինքն հոգեբանորեն ավելի բարդ կստացվի, բայց ինչ էլ որ լուծումը լինի, կարևորը առողջ բարիկի ծնունդն է։ Ես մի այսպիսի հարց ունեմ։ Կարդացել եմ միտեղ, որ ասում են կինը հոգեբանորեն պատրաստ է հղիանալ արդեն 30 տարեկան։ Դա ճիշտ է, թե ոչ։ Ընդհանրապես հղիության լավագույն տարիքը համարվում է 19-ից մինչև 35-ը, բայց հոգեբանորեն ես էլ եմ համաձայն, եւ որպես բժիշկ, եւ որպես կին, որ 30 տարեկանից սկսած է, որ կինը ավելի հասուն, ավելի գիտակցված է մոտենում, այո։ Կարող դա շատ բարդ ճանապարհ է եւ հղիությունը, եւ ծննդաբերությունը, եւ հետծննդաբերական շրջանը, եւ բալիկին հետագայում պահելը ու շատ adekvat մոտեցումը, որ երեխայի հոգեբանությունն էլ հետագայում մայրիկի շնորհիվ ճիշտ զարգանա։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ձեզ էլի կսպասենք։ Այո, իրականում մեր հարցերը էլ ավելի շատ են, բայց ցավոք մեր եթերը չի տալիս այդ հնարավորությունը եւ ձեր ծանրաբեռնվածությունը իմանալով կարծում եմ տարվա մեջ գոնե եւս մեկ անգամ մեզ կպարգևեք այդ 10-15 րոպեն եւ օրը կսկսեք մեզ հետ։ Մեծ սիրով, շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Այո, հիշեցնենք եւս մեկ անգամ մեր հյուրն էր Հայաստանի Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, վերարտադրողաբան Անուշիկ Աբրահամյանը։ Եվ այսօրվա եթերի ընթացքում ես առանձնահատուկ ուզում եի շնորհավորել այն հայուհիներին, այն կանանց, այն մայրերին, ովքեր որ աշխատում են ոստիկանությունում, աշխատում են պաշտպանության նախարարությունում, մեր բժիշկներն են, մեր մանկավարժներն են, շնորհակալություն ձեզ։ Ես վստահ եմ, որ ցավոք սրտի օրվա մեջ չի լինում այդ հնարավորությունը շատ անգամներ ձեզ ասելու շնորհակալություն, բայց մենք խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալ ենք ու ձեզ շատ սիրում ենք։ Ձեզ լավ էր։